Գլոբալ ֆինանսական վիճակը գնալով ել ավելի է վատանում, դրա մասին են խոսում խոշոր բանկերը, կենտրոնական բանկերը, միջազգային ֆինանսական կառույցները, դրա մասին են խոսում նաև ստատիստիկան, ցուցանիշները, ինչը այս տեսանյութում մենք նայելու ենք ու մեկնաբանելու ենք, թե դա արդյունքում ինչպես է ազդելու կրիպտո շուկայի վրա, բիթքոյնի գնի վրա։ Սա Bitcoin-ed վիդեոբլոգն է, որտեղ մենք խոսում ենք Bitcoin-ից ու ֆինանսներից, եթե նոր եք ալիքում բաժանորդագրվեք, նաև հավանեք տեսանյութը, դրանով աջակցում եք ալիքին ու բարձրացնում եք վիդեոյի տեսանելիությունը։ Իսկ բուն թեմային անցնելուց առաջ եկեք մի հատ բան վերհիշենք, որ մեզ տեղյակ են պահում ֆինանսական վատ պայմանների իրավիճակի մասին ու ֆինանսական ճգնաժամերի մասին post factum, ու դա մենք տեսել ենք նախորդ խոշոր կրիզիսի ժամանակ 2008 թվականին, որի կրիզիսը սկսել է պաշտոնապես 2007 թվականի դեկտեմբերից ու տևել է մոտ 2 տարի, բայց դրա մասին պետական կառույցները հայտարարել են ընդամենը 2008 թվականի դեկտեմբերին։ Այսինքն 2007-ի դեկտեմբերից սկսել է կրիզիսը, հետ հայացքով այս մոխրագույն հատվածները նշել են, որ կրիզիս է եղել։ 2007-ի դեկտեմբերից սկսել է կրիզիսը, մեզ դրա մասին տեղյակ են պահում մենակ 2008 թվականի դեկտեմբերին, այսինքն ավելի քան կեսը այդ կրիզիսի արդեն անցել էր ժամանակային առումով, նոր դրա մասին պաշտոնապես հայտարարվում է, որ աշխարհը գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ։ Այդ ժամանակ արդեն գործազրկությունը կտրուկ բարձրացել էր, բոլորին իհարկե ակնհայտ էր, որ ֆինանսական վիճակը աշխարհում շատ վատ է, ու դրա մասին նոր հայտարարում են պաշտոնյաները։ Իսկ ինչի են դրա մասին ուշ հայտարարում, որովհետև դա ուղղակիորեն ազդում է մարդկանց վարքագծի վրա, դա ուղղակիորեն ազդում է տնտեսության վրա։ Մենք հիմա ֆինանսական վատ վիճակում ենք, բայց եթե պաշտոնյաները կամ ֆինանսական կառույցները վեր կենան ասեն, որ հիմա ժողովուրդ ջան ֆինանսական կրիզիս է, վատ վիճակ է, մարդիկ ինչ պետք է անեն, իրանք պետք է նվազեցնեն իրենց ծախսերը։ Իրանք եթե ասենք մի 2-3 հազար դոլար հետ ունեին փող գցած ու ուզում էին գնալ արտասահման ճամփորդելու, իրանք այդ ծախսը հավանաբար չեն անի, որովհետև գիտեն, որ դժվար ժամանակներ են առջևում։ Նույնը վերաբերվում է խոշոր գնումներին։ Դու քո ավտոն կամ էլ հիպոթեկով տուն ավելի քիչ հավանական է առնես, որովհետև հնարավոր է որ դու գործազուրկ դառնաս, որովհետև կարող է դու աշխատանքը կորցնես, հետո չկարողանաս այդ վարկերը փակել ու սպասարկել։ Կամ էլ եթե խոսում ենք գույք գնելուց, կրիզիսի ժամանակ գույքի գները միշտ ընկնում են, ու եթե դու հիմա մտածում ես հիպոթեկա առնելու մասին, շատ հավանական է որ մի տարի կամ 2 տարի հետո այդ նույն գույքը շատ ավելի էժան արժենա ու դու դա հասկանալով չգնաս այդ մեծ ծախսը անելու, այսինքն դու զսպում ես քո սպառողական վարքագիծը, որը որ վատ է խոշոր կազմակերպությունների համար, ինչպիսիք են այդ խոշոր արժեթղթերի շուկայի Microsoft-ն, Google-ն, բանա, ընդհանուր երբ որ տնտեսությունը դանդաղում է, իրանց արժեքները նույնպես իջնում են։ Դա վատ է պետությունների համար, որ տնտեսական ակտիվությունը պակասում է ու քաղաքականապես շահեկան չի երկրի ղեկավարությանը, երբ որ ֆինանսական վատ վիճակ է։ Ու դա լավ չի նաև բանկերին, որոնք որ դժվարություններ են ունենում ֆինանսական կրիզիսների ժամանակ։ Ու այս ամենը ավելի զսպելու կամ ինչ որ չափով կանխարգելելու համար սովորական մարդկանց, մեր նման հասարակ մահկանացուներին սովորաբար անտեղյակ են պահում այս ֆինանսական վատ իրավիճակից։ Ու դրա մասին մենք իմանում ենք post factum ու չենք կարողանում նաև ըստ արժանվույն պատրաստվել դրան։ Հիմա ինչ կոնկրետ ցուցանիշներ ու ազդակներ կան, որ գլոբալ ֆինանսական վիճակը վատանում է։ Արժույթի միջազգային հիմնադրամը այլ վերջերս զեկույց է հրապարակում մի 2-3 շաբաթ առաջ, ասում է, որ մեծանում է հավանականությունը անկանոն կերպով գլոբալ շուկայի կոռեկցիայի, այսինքն անկում է կանխատեսում շուկայում։ Դրա մասին մեծ զեկույց է հրապարակել, եթե կարճ ամփոփեմ հիմնական կետերը, այնտեղ ասում են, որ ակտիվների ու շուկաների վալյուացիաները, այսինքն արժեքները ուռճացված են, մասնավորապես նշելով Ամերիկայի խոշոր արժեթղթերը, top 5-ից 10 ընկերությունները, պետական պարտքերի ճնշումները մեծանում են, պետական պարտքերն էլ գիտենք, որ գնալով սաղ երկրները մեծանում են, հատկապես բանում Ամերիկայում 38 տրիլիոն դոլարի է հասել արդեն պետական պարտքը, որը սաղ աշխարհին անհանգստության է ենթարկում, որ ոնց են կարողանալու այդ պարտքը սպասարկել, ինչ ալնելու իրենց պետական պարտատոմսերի հետ։ IMF-ը ասում է, Արժույթի միջազգային հիմնադրամը ասում է, որ շուկայի տակ գտնվող խոցելությունները մեծանում են ու մեծանում է գլոբալ ֆինանսական կայունությունների ռիսկերը։ Սա նշանակում է, որ բանը արդեն նրան է հասել, որ արդեն այս խոշոր ֆինանսական կառույցներն էլ չեն կարողանում ուղղակի լուր անցնել տնտեսության տակը էփող կամ տակացող ռումբերի մասին ու արդեն ստիպված խոսում են դրա մասին։ Լուրերով նյութեր են շրջանառվում, որ ամերիկացիներին գնալով ավելի դժվար է դառնում աշխատանք գտնելը։ Իսկ Ամերիկայի շուկան նրանով է կարևոր, որ ինքը փոխկապակցված է այլ գլոբալ շուկաներին ու այդ ազդակը կարևոր է նաև մեր համար, այլ երկրների համար, որտեղ այդ ամեն ինչը շղթայական ձևով տարածվելու է։ Դեռ ասում են, որ գործազուրկ կինն ու վիդեոն նայել եմ, ասում է մոտ 2 տարի չի կարողանում աշխատանք գտնել, ռեստորանի տերը ասում է, որ հազիվ է կարողանում ծերեծերին փակել, այնտեղ քաղցկեղից բուժվածը ասում է, որ առողջապահական ծախսերը հիմա ավելի են շատացել, քան թե հիպոթեկային ծախսերը, այնտեղ բանակի վետերանը ասում է, որ չի կարողանում աշխատանք գտնել։ Մի խոսքով, գնալով
սենց անհատական մակարդակներով շատանում են պատմությունները, որ մարդիկ գործ չեն կարողանում ճարել։ 2 օր առաջ հայտնի է դառնում, որ Amazon-ը 14000 աշխատատեղ է կրճատելու իր կորպորատիվ բաժնից, սա այն back office-ում աշխատող management-ն, HR-ն, marketing եւ այլն, ու այս 14000 աշխատատեղերը կազմում են ընդհանուր 5%-ը Amazon-ի կորպորատիվ աշխատատեղերից։ Ու նմանատիպ օրինակները խոշոր ընկերություններում շատանում են, որ հազարներով, տասնյակ հազարներով մարդկանց գործազուրկ են դարձնում։ Դա նաև գալիս է իհարկե արհեստական բանականությունից, որ շատ աշխատատեղեր ավտոմատացվում են, բայց միշտ չի, որ բոլորը տենց լավ օրից են իրանց աշխատակիցներին կրճատում։ Նաև ծախսերն են պակասացնում, որտեղ իրանց ֆինանսական վիճակը գնալով վատանում է։ Սա Սինգապուրի վարչապետն է, այստեղ հարցազրույցը մի քանի բառով թարգման եմ ինչ ասում։ Ասում է, որ իրանք այնքան բաց են գլոբալ շուկային ու կապված են գլոբալ շուկային, որ իրանք առաջիններից են, որ զգում են տենց արտաքին միջավայրում, երբ որ անկայունություն է սկսվում ու թուլություն է սկսում, ու դա չեն զգացել իրանք, ասում է, այս տարվա 2025 թվականի առաջին կեսին։ Ու ասում է, որ հիմա արդեն երկրորդ կեսն 2025 թվականի իրանք սկսում են զգալ տնտեսության դանդաղումը, ու որ շատ բիզնեսներ նոր ներդրումներ չեն անում, նոր աշխատատեղեր չեն ստեղծում, որովհետև ընդհանուր անորոշություն է շուկայում, ընդհանուր կայունության հետ կապված մեծ հարցեր ունեն բոլորը, ու դա զգում է Սինգապուրը, որը որ ինքը շատ փոխկապակցված է գլոբալ շուկաներին, ինքը տնտեսական մեծ հաբ է հանդիսանում։ Սա Ամերիկայի ամենամեծ բանկի JP Morgan Chase-ի ղեկավարն է, ու այստեղ ինքը էլի խոսում է ճգնաժամի մասին, մի քանի վայրկյան ուզում եմ միացնեմ։ And you're not worried about a recession in 2026 for the US. You made that clear. I think it could happen in 2026. I'm not worried. Նախկինում ինքը հստակ ասել էր, որ չի կարծում, որ ֆինանսական ճգնաժամ է ստացվում։ Հիմա երբ որ հարցազրույցավարը ասում է, դու հստակ ասել ես, որ 26 թվականին չես ակնկալում ֆինանսական ճգնաժամ, ինքը ասում է, դե կարա տեղի ունենա գլոբալ ֆինանսական ճգնաժամ։ Արդեն ինքն էլ այն ժամանակ եթե հստակ ասում էր, որ տենց բան ռիսկ չի տեսնում, ասում է, հա կարա տեղի ունենա։ Դրա մասին արդեն ավելի բաց ակնհայտ սկսում են խոսալ, ինչպես տեսնում ենք խոշոր բանկիրները։ Էլի նույն մարդը վերջերս ստիպված էր եղել այս թեմա նորից անդրադառնալ, որովհետև մի շատ խոշոր կազմակերպություն բանկրոտ է գնացել First Brands անունով, ով որ 10 միլիարդ դոլարից ավել պարտքներ ներգրաված տարբեր ընկերություններից, բանկերից, ներառյալ այս նույն ամենամեծ բանկից JP Morgan Chase-ից, ու երբ որ զանգ են ունենում այդ բանկի ներդրողների, փայատերների հետ, այնտեղ իհարկե իրանք դրա մասին խոսում են, գնահատում են ռիսկերը, թե այդ ոնց կարա ազդի իրանց բանկի կայունության վրա, որ իրանց վարկառուներից մեկը նմանատիպ ֆինանսական խնդիրներ ունի, բանկրոտ է գնում, իրանց պարտքերն էլ փակող չի լինելու, պետք է երաշխիքներ ինչ որ տա կամ էլ կարծիք հայտնի թե ինչ ուղղությամբ այս ամեն ինչը գնալու։ Ու այս բանկի ղեկավարը ասում է, որ հավանական է, որ ել ավելի շատ կազմակերպություններ չափից շատ պարտք վերցրած լինեն, ու այս մի օրինակը մի քանի օրինակ դառնա, այստեղ էլ սենց հետարքիր համեմատական է տանում, ասում է, երբ որ դու տեսնում ես 1 տարական, հավանաբար այնտեղ ավելի շատ տարականներ կան, ինչ է սա նշանակում, որ եթե մի հատ սենց խոշոր կազմակերպություն կոլապսի է ենթարկվում, շատ հավանական է, որ այլ տենց անպատասխանատու կազմակերպություններ կան, որոնք որ չափից շատ վարկեր էին վերցրել, պարտքի տակ էին մտել, հավանական է, որ այդ ամեն ինչի համը դուրս գա ու մենք տեսնենք այլ խոշոր կազմակերպությունների անկումներ եւս։ Անգլիայի կենտրոնական բանկը զգուշացնում է, որ եթե արհեստական բանականության փուչիկը պայթի, շատ խոշոր անկում կարող գրանցվի շուկաներում։ Ու այս արհեստական բանականության փուչիկի մասին շատերն են վերջի շրջանում խոսում, որ չափազանց ուռճացված է արհեստական բանականության թեման, մենք չենք տեսնում ռեալ պրոգրես, տենց թռիչքաձև զարգացում, հիմնականում ինչ տեսնում ենք դա ինչ որ chat bot-երի մակարդակով է, ընդհանուր տեղեկատվական հասանելիությունը հեշտացել է, արագացել է այդ մասով, բայց այն որ համատարած գործազրկություններ է ստեղծելու կամ ինչ որ արդյունավետությունը մարդկանց 15 անգամ բարձրանալու է, ամեն ինչ ավտոմատանալու է, դա էլ չենք տեսել, ոչ էլ տեսել ենք այդ artificial general intelligence ասվածը, որ արհեստական ինտելեկտը կարողանա մարդու նման մտածել, վերլուծել ու ինչ որ նոր բացահայտումներ անել, այդ ամեն ինչը չենք տեսնում ու հաճախ այս աճերը որ լինում են, իրանք արհեստական են լինում։ Այստեղ կոնկրետ օրինակ էլի մի քանի շաբաթ առաջվանից կարող ենք նայել, որը ցույց է տալիս այս փուչիկների ինչ որ հատվածը, որ Nvidia-ն այնտեղ հայտարարում է խոշոր ներդրման մասին, որ OpenAI կազմակերպության մեջ ներդրում անում, ու ChatGPT-ն է այդ OpenAI-ը, նույն կազմակերպությունն է։ Այս OpenAI-ը հետո գնալու է հաշվողական ռեսուրս գնի Oracle կազմակերպությունից, իսկ Oracle կազմակերպությունն էլ գնալու է չիպեր գնի Nvidia-ից։ Ինչ է ստացվում սրա արդյունքում, sense գրաֆիկներ էլ կան, թե ոնց են այս շրջանաձև ներդրումները տեղի ունենում։ Nvidia-ն փող է դնում OpenAI-ի մեջ, $100 միլիարդ թե $500 միլիարդ։ Այս OpenAI-ը գնում է Oracle-ից
հաշվողական ռեսուրսը առնում, այս Oracle-ն էլ գալիս է Nvidia-ից չիպերը առնում։ Ինչ ստացվեց, այդ ներդրումը, որ Nvidia-ն անում էր, գնաց սենց երկու հոգումոտ, երկու միջնորդով անցավ, էլի հետ եկավ իրանց գրպանը։ Մի գրպանից մյուս գրպանը դրեց։ Nvidia-ն դրա մասին ինչ որ պատմական պայմանագրեր են հայտարարում, մեծ վերնագրեր են հայտնվում բաներում, լրատվականներում, որ $100 միլիարդ, $500 միլիարդ ներդրումներ են անում։ Դեռ առիթները միանգամից բարձրանում են, որտեղ մտածում են, այս ընկերությունների գործերը շատ լավ են, հեսա մեծ բում են ապրելու, ինովացիա տեղի ունենալու, բայց իրական ներդրումը տեղ չկա։ Ուղղակի Nvidia-ի փողը մի գրպանից մյուսն է գնում, ինչ որ միջնորդների միջով անցնելով։ Ու սա ցույց է տալիս, որ շատ հավանական է ինչ որ տենց ֆինանսական խաղեր են տալիս այս խոշոր կազմակերպությունները, ու իրականում արհեստական բանականության հիմքում ընկած շատ կազմակերպություններ իրանց արժեքով ուռճացված են։ Ու այս փուչիկը շատ հավանական է մոտակա ամիսներին պայթի։ Գործազրկությունը շարունակվում է նաև պետական մակարդակով։ Թրամփը ինչ եկել է իշխանության, այս ամառվա ցուցանիշներով 60,000 հոգի կրճատել է պետական աշխատողներից։ Սա բավականին զգալի թիվ է, ընդհանուր մոտ 3 միլիոն աշխատող կար պետական Ամերիկայում, այսինքն 2%-ը պետական աշխատուժի կրճատել է Թրամփը, ու հիմա, չգիտեմ ինչքանով եք տեղյակ, Ամերիկայում կառավարությունը կանգնած է, shutdown եղած է, ինչա դա նշանակում, այնտեղ իրանց օրենսդիր մարմինը չի կարողացել համաձայնություն գալ բյուջեի հետ կապված, հանրապետականները, դեմոկրատները իրար հետ այնպես բանավեճի մեջ էին, չեն կարողացել բյուջեն ընդունել, ու կառավարությունը սենց կանգ առած, կառավարության շատ կարևոր կենսական նշանակություն ունեցող կառույցներ պարզապես չեն աշխատում, որտեղ փող չի գալիս, այդ կառույցներ չեն կարողանում մարդկանց վարձատրել, ու սենց պաուզայի վրա է մի զգալի հատված Ամերիկայում։ Ու այս ընթացքում Թրամփի ղեկավարությունն էլ կառավարությունն էլ օգտագործում է նաև այդ առիթը, որպեսզի պետական աշխատողներին աշխատանքից հեռացնի, էլի դրանով նպաստելով գործազրկության բարձրացմանը, նաև ինչ որ մեծ աղմուկ ստեղծելով քաղաքական դաշտում, որ սա Թրամփի կողմից չարաշավում է այդ փաստը, որ չեն կարողանում դեմոկրատները ու հանրապետականները համաձայնություն գալ, ու նաև այս փաստը օգտագործելով Թրամփի վարչակազմը մեկ այլ բան է թաքցնում, դա գործազրկության թվերն են։ Մենք ստեղ կարող ենք տեսնենք, որ վերջի ամիսներին գործազրկությունը գնալով բարձրանում էր, ու ամեն ամիս գործազրկության ցուցանիշը պետք է հրապարակվի, սեպտեմբերին հրապարակվել է, հոկտեմբերին չի հրապարակվել։ Ինչի չի հրապարակվել, նույն այս կառավարության սառելու շատդաունի պատճառով, որ այն կառույցը, որ պատասխանատու էր գործազրկության ցուցանիշների համար, իրանք տունն են նստած, իրանք չեն վարձատրում աշխատանքի համար, ու իրանք այս թվերը չեն հրապարակում։ Չնայած խոսակցություններ կան, որ այդ թվերը ունեն ու միտումնավոր չեն հրապարակում, որովհետև այդ թվերը վատն են լինելու, ձեռ չի տալու գործող իշխանությանը, ու դրանով նաև ուզում են թաքցնեն, որ տնտեսությունը վատ վիճակում է։ Հիմա երևի թե արդեն մի 30 օր կլինի, ինչ բյուջեն չեն կարողանում համաձայնեցնել, ու մոտենում է արդեն այն պատմական ռեկորդի թիվը 40 քանի օր, եթե ճիշտ եմ հիշում, որ ամենաերկարը երբևէ պատմության մեջ ԱՄՆ կառավարությունը չի աշխատել բյուջեի չընդունման պատճառով, ու տարբեր վարկածներ կան, որ այս հարցը կարող է սենց շաբաթներով կամ ամիսներով ձգվի, ու հատուկ նաև միտումնավոր Թրամփի վարչակազմը ձգձգի կառավարության աշխատանքը, որ համ կարողանա գործից շատ պետական աշխատողներ հանի, համ բյուջեի ծախսերը դրանով պակասացնի, համ էլ թաքցնի տնտեսական վատ վիճակը, գործազրկության վատ վիճակը, որ դա շղթայական էֆեկտով չտարածվի մարդկանց մեջ, տնտեսության մեջ պանիկա չառաջանա։ Հիմա պաշտոնական գործազրկության ցուցանիշներից զատ մի այլ կառույց էլ կա Ամերիկայում, սա մասնավոր ընկերություն է, որը որ HR-ով, աշխատավարձերով բանով է զբաղվում, ADP-ա կոչվում, բավականին խոշոր ընկերություն են, շատ ընկերություններ են սպասարկում, ու իրանք էլ նաև ինչ որ չափով ունեն տվյալների բազա, ինչով կարողանում են գնահատել գործազրկության մակարդակը։ Այստեղ այս ընկերությունը կենտրոնական բանկին էլ տվյալներ տալիս, ըստ որի որ որոշումներ նաև կայացներ իրանց պաշտոնական դրույքաչափի հետ կապված, թե ինչքան պետք է լինի կենտրոնական բանկի այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը շատ կախվածություն ունի գործազրկության նաև մակարդակից, չէ՞ որ այնտեղ կենտրոնական բանկը երկու մանդատ ունի, մեկը գործազրկությունը ցածր պահել, մյուսն էլ գների կայունությունը, ինֆլյացիան ցածր պահել։ Ու խոսակցություններ կան, որ այս ընկերությանը էլի գործող իշխանությանից ճնշումների կամ հորդորների տեսքով ասել են, որ տվյալները մի հրապարակեք, մի տվեք նաև կենտրոնական բանկին, որ տենց ինֆորմացիան չտարածվի, թե ինչքան շատ է գործազրկությունը, բայց սենատորների միջամտությունից հետո հեսա մոտակա օրերին երևի թե հրապարակվելու է սա, ու public տեսքով ոչ միայն կենտրոնական բանկին տրվի, այլ ընդհանուր ուղղակի հանրությանը տեղյակ պահվի, ու այս ADP գործազրկության ցուցանիշներով ստեղ տեսնում ենք, որ արդեն 2 ամիս շարունակ աշխատատեղերը կրճատվում են Ամերիկայում, որը որ իրականում շատ վատ է, սովորաբար այտենց միջին պրակտիկայում 100,000 աշխատատեղեր ստեղծվում ամսական Ամերիկայում, ու դա տարիներ շարունակ միջին ցուցանիշ ա եղել, իսկ
որ այնտեղ բնակչությունը մեծացող է, անդադ դե միգրանտներ են գնում, նոր բնակչությունը ավելանում ու գործազրկությունը ոչ թե գործազրկության տոկոսն է մեծանում, այլ աշխատատեղերի քանակը միջինում 100,000-ով մեծանում է ու վերջի ամիսներին աշխատատեղերը պակասում են։ Հիմա հետաքրքիր կլինի տեսնել, թե հոկտեմբերի ցուցանիշները ինչ են լինելու 0 պլյուս թե մինուս, հավանականավոր մինուս լինի ու դա կնշանակի, որ շատ վատ վիճակում է աշխատաշուկան Ամերիկայում։ Ու դրան զուգահեռ դեռևս Ամերիկայում լուծված չի ինֆլյացիայի հարցը։ Այնտեղ դե թիրախը կենտրոնական բանկի 2%-ն է, ու ստեղ տեսնում ենք, որ գնալով բարձրանում է ինֆլյացիան վերջի ամիսներին, CPI inflation-ը սեպտեմբերի տվյալներով 3%-ի է հասել, իսկ ինչ գործիքներ ունի կենտրոնական բանկը ինֆլյացիայի դեմ պայքարելու կամ էլ գործազրկության դեմ պայքարելու, դա մի հատ գործիքն է, ինքը փողա լցնում շուկա, թե փողա վերցնում շուկայից։ Հիմա երբ որ ինֆլյացիան մեծանում է, այդ նշանակում է, որ շատ են համահանել, շատ են փող լցրել շուկա, պետքա զսպեն այդ նոր փող տպելը, որը անում են կենտրոնական բանկի տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական բանկի տոկոսադրույքը բարձր էր արդեն մի 2-3 տարի շարունակ, ու դա մեկը չէր օգնում, որպեսզի ինֆլյացիան հաղթահարեն։ Այդքան շատ փող էին տպել այդ 2021 թվականին COVID-ի հետևանքով, ու դեռ ինֆլյացիայի հարցը չհաղթահարած, արդեն տեսնում ենք, որ գործազրկությունն այնտեղ գլուխ բարձրացնում, իսկ գործազրկության դեմ պայքարելու էլի միակ գործիքը, որ ունի կենտրոնական բանկը, դա փող տպելն է։ Հիմա կենտրոնական բանկը երկու քարի արանքում է, մի կողմից գործազրկությունն է, մյուս կողմից ինֆլյացիան է, ու ինքը եթե փող տպի կստացվի, որ գործազրկության հարցը լուծեց, բայց ինֆլյացիան արդյունքում բարձրացավ, եթե փող չտպի, կստացվի ինֆլյացիայի հարցը լուծեց, բայց գործազրկությունը բարձրացավ։ Ու իրականում այս են ֆունդամենտալ խնդիրներից է, որ ունի գործող ֆինանսական համակարգը, ինֆլյացիայի փող տպելու անդադ նոր փող շուկա լցնելու վրա հիմնված ֆինանսական համակարգը, որ ինչ որ պահ ինքը չի դիմանում, ինչ որ պահ ինքը չի կարողանում բալանսավորել ինֆլյացիան ու աշխատաշուկան ու նմանատիպ խնդիրներ ենք տեսնում։ Հիմա Ամերիկայի կենտրոնական բանկը արդեն ավելի անհանգստանալով ոչ թե ինֆլյացիայի, այլ գործազրկության աշխատաշուկայի մասին, ինքը արդեն մի քանի ամիս շարունակ նվազեցնում է տոկոսադրույքը ու նախորդ երկու նիստերին, համ հոկտեմբերի նիստին, համ սեպտեմբերի նիստին իջեցրել է տոկոսադրույքը, իսկ մենք նախորդ շրջաններից, նախորդ կրիզիսներից տեսել ենք, որ կենտրոնական բանկի տոկոսադրույքի իջեցմանը համընթաց են լինում ճգնաժամերը։ Այստեղ կարանք տեսնենք, որ օրինակ դեկտեմբերին 2000 թվականի սկսեցին իջեցնել տոկոսադրույքը, մարտին, այսինքն 3 ամիս հետո արդեն ճգնաժամ էր սկսել։ 2007 թվականի օրինակով օգոստոսին սկսեցին իջեցնել տոկոսադրույքը, դեկտեմբերին, դրանից այսինքն 4 ամիս հետո արդեն ֆինանսական ճգնաժամ էր։ Հիմա այստեղ մենք արդեն անցած տարվանից մոտ մի տարի է սկսել են Ամերիկայում իջեցնել տոկոսադրույքը ու հիմա կարելի է գնահատել, որ մենք հավանաբար ճգնաժամի արդեն սկզբնական կամ միջին փուլում ենք ու երբ որ հետ հայացքով արդեն տարիներ անց այդտեղ սերի գրաֆիկները ճգնաժամերի պատկեր են, ներառելու է այս հատվածը մեր վերջին ամիսների ու ներկայիս դրությամբ։ Ու ամենացավոտ հատվածը դեռևս առջևում է, էլի 2008 թվականի օրինակով կարող ենք տեսնել, որ այս ճգնաժամի վերջի հատվածում կամ մեջտեղից սկսած է, որ սկսվում է այդ ամենացավոտ հատվածը, որ գործազրկությունը սրընթաց պարաբոլիկ տեսքով աճում է, միլիոնավոր մարդիկ գործազուրկ են դառնում, դրա արդյունքում կորցնում են իրանց տները, չեն կարողանում իրենց հիպոթեկները փակել, չեն կարողանում իրանց ծախսերը հոգալ, տնտեսությունը ընդհանուր կանգ է առնում, բոլոր ընկերություններն էլ ֆինանսական խնդիրներ են ունենում, բանկերը նույնպես ֆինանսական խնդիրներ են ունենում։ Ու այդ ամենի մեջ իհարկե կենտրոնական բանկերը ու պետությունները հերոսի պես միջամտում են նոր փող լցնելով, նոր փող տպելով փորձում են փրկել իրավիճակը։ Դրա մասին նաև կենտրոնական բանկի նախագահը այս իր վերջի ելույթում հայտարարեց, փակագծեր բացեց, որ գործիքներից մեկը բացի տոկոսադրույքը բարձրացնել իջացնելուց կենտրոնական բանկի այնա թե ինչքան ակտիվներ իրանք ունեն իրանց բալանսի վրա ու երբ որ տոկոսադրույքը բարձրացրել էին 22 թվականից սկսած այդ իրանց բալանս շիթը սկսել էին պակասացնել կենտրոնական բանկում, այսինքն ինչ ուներ կենտրոնական բանկը, ուներ դե պետական պարտատոմսեր, հիպոթեկային վարկերի պորտֆելներ ուներ ինչ-որ չափով ու դրանք ինքը ծախում էր շուկայում։ Այդ որ ծախում էր շուկայում, դե շուկայից փող էր ստանում, այսինքն ինքը փող էր քաշում շուկայից, այսինքն փող տպելու փոխարեն հակառակ գործողություններ անում։ Զսպում էր այդ արժութային քաղաքականությունը։ Ու հիմա կենտրոնական բանկը հայտարարել է, որ դեկտեմբերից սկսած էլ է զսպող քաղաքականություն չի անելու, այսինքն փողի պրինտերը դեկտեմբերի 1-ից սկսած էլի միանալու է ու տեսնելու ենք շուկայում ավելացող փող։ Սա իհարկե երկարաժամկետ կտրվածքում նշանակում է, որ գնալով բարձրանալու են տարբեր ակտիվների գներ, արժեթղթեր, ոսկի, բիթքոին, ու սա այդ process-ի մեկնարկն է։ Այդ ռազվառոտն է, որը որ կենտրոնական բանկը անում է, զսպող քաղաքականությունից սկսում է խթանող քաղաքականություն անել, լիքը նոր փող լցնել շուկա։ Ինչ նշեցին կենտրոնական բանկի հետ կապված։ Մեկը այն, որ իրանք իջեցնում են տոկոսադրույքները, այսինքն ավելի հեշտանալու է փող ձեռք բերելը, ավելի շատ փող հայտնվելու շուկայում։ Այն, որ իրանք դադարեցնելու են պակասացնել իրանց բալանսը,
որը էլի նոր փող է բերելու շուկա, ու մի հատ էլ կարևոր բան կա, որ 2026 թվականի մայիսին կենտրոնական բանկի նախագահն այնտեղ փոխվելու, ու Թրամփի վարչակազմը արդեն ամիսներ շարունակ պայքար է մղում այս գործող ԿԲ նախագահի դեմ, ասելով, որ բավականաչափ չեն իջեցնում տոկոսադրույքը, այսինքն շատ փող չեն լցնում շուկա, իսկ իրանք ուզում են, որ շատ փող մտնի շուկա, որ տենց արհեստականորեն աճի ամեն ինչը, էլի փուչիկները գնալով ավելի ուռեն, թվա թե տնտեսության վիճակը լավ է, աշխույժ է, բայց դա անեն ինֆլյացիայի հաշվին։ Իսկ ֆինանսական համակարգը, կենտրոնական բանկի համակարգը, այս պայդերությամբ էլի այդ անհարմար իրավիճակում է, որ մի կողմից գործազրկությունն է բարձրանում, մյուս կողմից ինֆլյացիան է դեռևս բարձր, ու եթե համեմատական տանենք, այն որ սամալյոտները լինում են ավտոպիլոտի վրա, հիմա իրանք այդ ավտոպիլոտը անջատած մանուալ կերպով փորձում են այդ ինքնաթիռը էսկոմենկոմ տանել, որպեսզի փափուկ վայրեջ կատարեն, որպեսզի տնտեսությունում ցնցումներ չլինեն, խոշոր ճգնաժամ չլինի, բայց դա քիչ հավանական է։ Դա հնարավոր է մենակ այն դեպքում, եթե COVID-ի նման աննորմալ քանակությամբ փող տպվի։ Այն որ մի քանի ամսում համարյա թե կրկնապատկվեց շրջանառվող փողի ծավալը, դրանից էլ ավելի շատ պետք է իրանք փող տպեն, որ կարողանան այս ճգնաժամը կանխեն։ Իսկ խոշոր ճգնաժամ ունենալը շահեկան չի ոչ կենտրոնական բանկերի համար, ոչ էլ պետությունների ու իրանց ղեկավարների համար։ Ու ինչ է սա նշանակում կրիպտոշուկայի համար, բիթքոյնի կուրսի համար, ոնց է դա ազդելու բիթքոյնի գնի վրա, դա էլի կախված է մի քանի պաշտոնյաներից։ Կախված է նրանից, թե տոկոսադրույքը ինչքան շուտ ու ինչքան շատ կիջացնեն։ Իջացնելը հաստատ իջացնելու են, ու բիթքոյնի կուրսը 2020 թվականի նման թռչքաձև աճ է ունենալու։ Ոնց որ այդ COVID-ի ցնցումը եղավ, ու սաղ շուկաները անկում ապրեցին, ինչպես որ կրիպտո շուկան բիթքոյնն էլ եւս, բիթքոյնի կուրսը այդ ընթացքում կտրուկ ձևով արժեզրկվեց, իջնելով մինչև $4,000, հետո երբ որ փողի պրինտերը միացրեցին, ինքը մի տարվա ընթացքում բարձրացավ մինչև $60,000։ Իսկ մի տարվա ընթացքում 15 անգամ բարձրացավ։ Հիմա երբ որ նույն ծավալների էլի փող տպելու process-ը սկսվի, միանշանակ էլի անգամներով մենք աճ ենք տեսնելու։ Իմ կարծիքով երևի թե մի տարի անց, մյուս տարի այս ժամանակները, մյուս տարվա աշնաներ 2026 թվականին, երբ որ հնարավոր անկումները մենք տեսնենք, երբ որ այդ ցնցումները տեսնենք, հետո այդ պանիկայով կենտրոնական բանկերի պետությունների արձագանքը տեսնենք, որ էլի լիքը փող են տպում, լցնում են շուկա, դրա արդյունքում մի տարի հետո շատ հավանական է, որ բիթքոյնի կուրսը հիմիկվա 100,000-ի փոխարեն լինի 300,000, 400, 500,000։ Հիմա մինչև այդ անկում որոշակի կլինի, թե չի լինի։ 20 թվականին մենք տեսել էինք այդ անկումը, որ մոտ 50%-ով անկում գրանցվեց ընդհանրապես մի քանի օրում։ Երբ որ շուկաները խուճապի մեջ էին, երբ որ սաղ գիտեին, որ տնտեսական վիճակը շատ վատ է, ու այնտեղ կտրուկ արձագանքեցին կենտրոնական բանկերը լիքը նոր փող տպելով, այդ ընթացքում մենք որոշակի անկում տեսանք։ Հիմա էլի կախված է այդ մի քանի պաշտոնյաների։ Այս անգամ իրանք թույլ կտան, որ տնտեսական վիճակը այդքան վատանա, ամեն ինչ սկսվի փլվել, հետո նոր սկսեն փող տպել, թե հիմիկվանից հենց քիչ-քիչ կսկսեն այդ փող տպելու process-ը ու այդ փափուկ վայրեջքի ձև ցույց տալով էլի կսկսեն շուկաները բարձրացնել։ Դրանից է կախված այդ հարցի պատասխանը։ Պայմանական մյուս տարվա $400,000 կուրսից առաջ մենք կտեսնենք հիմա որոշակի անկում, թե չենք տեսնի։ Կարող է նենց ստացվի, որ բիթքոյնի կուրսը իջնի օրինակ 80,000, 70,000, հետո այդտեղից սկսի բարձրանալ, երբ որ սկսեն ակտիվ կերպով փող տպել։ Կամ էլ կարող է հենց դեկտեմբերից, երբ որ մոտ մի ամիս հետո մենք տեսնենք, որ շատանում է փողի լցվելը շուկա, հենց այդ ժամանակվանից էլ մենք սկսենք արդեն ինչ-որ չափով կայուն ստաբիլ բարձրացում։ Ու քանի որ այս գործոնները մեզանից չեն կախված, ու հստակ ձևով ոչ մեկ չի կարող սա կանխատեսել, բացի էլի այդ մի քանի պաշտոնյաներից, ովքեր որ կենտրոնական բանկի վերնախավում են գտնվում, լավագույն ստրատեգիան մնում է այն, որ դու քո մուտքի գինը, քո բիթքոյն առնելու գինը միջինացնում ես։ Առնում ես հիմա 100,000-ով, եթե ընկնի 70,000-ով կառնես, եթե հանկարծ ընկնելու չլինի բարձրանա 130-ով առնես, ու այդպես միջինացնես քո շուկա մտնելու գինը։ Ու չմոռանանք եւս մի բան, որ սա կրիպտոշուկայի առաջին լուրջ ռեցեսիան է, առաջին լուրջ ճգնաժամն է։ Ու էլի մենք համեմատելու բան չունենք, թե ինչ կարա տեղի ունենա։ Տեսականորեն կարող է նենց լինի, որ այնքան վատ լինի վիճակը, այնքան մեծ պանիկա լինի, որ շատ վատ ձևի կրիպտոշուկան նույնպես մյուս շուկաների զուգահեռ անկում ապրի։ Կարող է COVID-ի նման էլի այնքան փող տպեն ու շատ ավելի շատ տպեն, որ տասնապատկվի կրիպտոշուկան։ Դա էլ չի բացառվում։ Ու այս պայմաններում միակ բանը, որ մենք կարանք անենք, դա երկարաժամկետին նայելն է։ Նայելը թե 2, 3, 5, 10 տարի հետո մենք ինչ ենք շուկայից ակնկալում։ Մենք հաստատ գիտենք, որ հեսա ֆինանսական վիճակը, աշխատաշուկայի վիճակը վատանալու է, դրան միակ արձագանքելու ձևը փող տպելն է, փող հաստատ տպվելու է, շատ ավելի շատ է տպվելու, քան COVID-ի ժամանակ, դրա արդյունքում սաղ շուկաները, կրիպտոշուկան էլ շատ ավելի շատ բարձրանալու են։ Ու այս ժամանակավոր աղմուկին չնայելով, ու ինչ որ չափով նաև մեր ծախսերը զսպելով, ելնելով նրանից, որ կարող է գործազրկությունը բարձրանա, կարող է դժվար ֆինանսական վիճակ լինի, ըստ այդմ մենք որոշումներ կայացնենք։
Շատ հետաքրքիր ու турբուլենտ ժամանակներ են սպասվում առաջիկայում, ինչով որ կարողանամ ձեզ էլ տեղեկացված կպայեմ այդ process-ներից։ Եթե հետաքրքիր հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, լավ մնացեք, կհանդիպենք։